Բարև ձեզ, եթերում փաստեր հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք հանրային կարևորագույն հիմնախնդիրները, դիտարկելով տեղական, պետական եւ գլոբալ համատեքստում։ Վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունը իհարկե առնչվում է սահմանային իրավիճակին, աննախադեպ լարվածություն։ Այսօր Արցախյան քառօրյա հռչակատումից ու դրա հետ առնչվող իրադարձություններից հետևություններ անելու ժամանակն է։ Միջազգային հանրությունը քաչտեղյակ լինելով, թե ով եւ ինչպես են նախաձեռնել նոր բախումներ, այնուամենայնիվ իր գնահատականների մեջ չեզոքություն է պահպանում։ Իսկ որոշ չակերտավոր դաշնակիցների հայտարարությունները ուղղակի անընդունելի են։ Այն հարցին, թե ինչու սկսվեց այս ամենը, հակամարտության կարգավորման գործում ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեցող պետությունները իրենց սուբյեկտիվ մեկնաբանությունները տվեցին։ Թուրք-ադրբեջանական դիրքորոշումը հստակ է, անգամ որևէ բան ներկայացնելու կարիք չկա։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլլովին բացահայտ ներկայացրեց Բաքվի ագրեսոր բնույթը։ Մյուս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը միակ պետության ղեկավարն էր, որ պաշտոնապես աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Նման իրողությունները Ռուսաստանի փորձագիտական շրջանակներին հիմք տվեցին հայտարարելու, թե այս առճակատումը Թուրքիայի պատասխանն է Ռուսաստանին, սիրիական սցենարի շարունակությամբ ու անգամ ավելին, ռուսները դրանում աշխարհաքաղաքական դավադրության հիմքեր տեսան։ Իսկ արևմտյան երկրները իրենց խամաճիկային հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների միջոցով սկսեցին հակառուսական քարոզ տանել, փորձելով ցույց տալ դեպքերի համար Կրեմլի մեղավորության մասնաբաժինը։ Արցախի ու Հայաստանի համար սա փորձություն էր, որը զգոնության ու համախմբվածության նոր մակարդակի բարձրացրեց հայ հանրությանը, ինչը պարտադիր է կիսապատերազմական պայմաններում, երբ որևէ կերպ ապահովագրված չենք իրավիճակի կրկնությունից։ Այնուհանդերձ, ռազմի դաշտում հայ զինվորը կրկին ապացուցեց, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Այժմ մնում է դիվանագիտորեն հիմնավորել մեր հաղթանակը։ Սակայն նախ ամփոփ ներկայացնենք պատերազմական գործողությունների ժամանակագրությունը։ Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտության փխրուն խաղաղությունը վերածվեց լայնածավալ պատերազմի, որը պատմության մեջ գրվեց որպես քառօրյա պատերազմ։ Ապրիլի 2 Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարտկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին, հարձակումների թիրախ դարձնելով նաեւ քաղաքացիական օբյեկտներ ու մնակավայրերը։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նույն օրը ԱՄՆ հայդատի գրասենյակը հաղորդագրություն տարածեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում։ Զոհվել է մի քանի անձ, այդ թվում հայ երեխա, ասված է հաղորդագրության մեջ։ Ալիևին հարգալից ընդունել է նաև պետքարտուղար Ջոն Քերին։ Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիան դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար, ասված է հայտարարության մեջ։ Ճուշացավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից։ Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտաբ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին հաղորդում էր ՌԻԱ Նովոստին վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասել է ՀՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Չայնետինովը, հավելելով, որ ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով։ Նա ընդգծել է, որ ՀՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են։ Միջազգային մամուլը եւս անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր էսկալացիային։
Washington Post-ը գրում էր. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թեժ մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղում։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշել է, որ մարտերը տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանի իշխանություններն անմիջապես չեն մեկնաբանել իրավիճակը։ Interfax-ը հղումանելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը գրում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը գիշերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության գոտու մի շարք ուղղություններով։ Ադրբեջանական կողմը հրետանի, զրահատեխնիկա եւ ավիացիա է գործի դրել։ Հայկական զինված ուժերը խփել են Ադրբեջանի Ռոու ուղղաթիռը։ Այդ հակամարտությունը չի կարող լինել ռազմական լուծում, կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար, ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։ Ապրիլի 3 Առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն տարածեց, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակեց մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն էլ հայտնեց, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը։ Ապրիլի 4 շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ռուսաստանը որևէ արտաքին ուժի չի մեղադրում Ղարաբաղյան հակամարտության սրման համար, այդ թվում Անկարային։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ավելացնելով, որ միևնույն ժամանակ թուրքական իշխանության հայտարարությունները կրում են միակողմանի բնույթ։ Այս մասին գրել էր Վեստին։ Լավրովն ընդգծել էր, որ Թուրքիան պետք է վերջ տա այլ պետությունների գործերին միջամտելը, իսկ որ Թուրքիան դա անում է, բազմաթիվ ապացույցներ կան։ Նախարարն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևոր մեխանիզմն է, բայց Ռուսաստանի համար նկատելի է, որ փորձեր են արվում չեզոքացնել համանախագահների ջանքերը։ Ըստ այդմ շեշտել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը դուրս բերել Մինսկի խմբից, որն իր գործունեության ժամանակահատվածում կարևորագույն գործեր է կատարել։ Վերջում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը նաև ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ենթադրում է խնդրի բացառապես խաղաղ քաղաքական լուծում։ Ապրիլի 5 առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգ։ Ժամը 12-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեց ռազմական գործողությունը։ Զինադադար հայտարարելու համար ընթացան բանակցային գործընթացներ։ Վիեննայում հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտարարեց Մինսկի խումբը։ Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք շփման գծում լարվածության աննախադեպ աճը։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում տուժած ընտանիքներին։ Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, ասված է հայտարարությունում։ Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական եւ ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 92 անձ, անհայտ կորած է համարվում 1 սպա, վիրավորների թիվը անցնում է 130-ից։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի տվյալներով մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր։ Մի բան միանշանակ է։ 94 թվականի հրադադարից այսօր պատերազմը չի ավարտվել։ Ոսոխին խաղաղություն պարտադրելու լավագույն ուղին բանակի ու ժողովրդի պատրաստվածությունն է։ Քանի որ պատերազմն երկու ճակատով են տանում՝ ռազմական եւ տեղեկատվական։ Իսկ ինչպես է գործում դիվանագիտությունը։ Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջնորդությամբ։ 20 տարվա ընթացքում Մինսկի խումբը մի շարք լուծումներ է առաջարկել, որոնք մերժվել են Բաքվի կողմից։ Ներկայում բանակցություններն ընթանում են 2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան առաջարկությունների հիման վրա։ Դրանցով նախատեսված է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ կապող միջանցք ու ստանալ ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ, մինչև վերջնական իրավական կարգավիճակը հաստատվի ժողովրդի կամ արտահայտության միջոցով։
Մադրիդյան սկզբունքները ենթադրում են նաև տեղահանվածների եւ փախստականների վերադառնալու հնարավորությունը եւ որպես անվտանգության միջազգային երաշխիքներ խաղաղապահների ներգրավումը։ Ըստ երևույթին պարզ է, մադրիդյան սկզբունքները մնացել են թղթի վրա գրված։ Դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը չի կարգավորվում, իսկ միթե Ադրբեջանի ռազմական հայտարարությունները կարող են որևէ բան փոխել։ Ամենևին այդ դեպքում փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը մեծածավալ բախումներ նախաձեռնելով։ Ադրբեջանի պլանների առումով կարող եմ վստահաբար ասել, որ լայնամասշտաբ պատերազմը բացառված է։ 1988-94 թվականների պատերազմը իրական դաս էր Բաքվի համար։ Պատերազմի վերսկսման դեպքում թշնամին կկորցնի ավելին։ Ի վերջո մենք դեռ Շահումյանի շրջանը ազատագրելու խնդիր ունենք։ Հիշենք մեր հաղթանակի պատմությունը ու ներկայացնենք միայն փաստերը։ Այսպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինուժը շուրջ 4 անգամ զիջում էր թշնամուն, թե մարտիկների թվականակով, թե սպառազինությամբ։ Հավելենք դրան, որ Ադրբեջանին գործուն աջակցություն էր ցուցաբերում սկզբում խորհրդային միությունը, ապա թուրք կորշ գայլերը, աֆղան մոջահեդները, չեչեն գրոայինները եւ վայր վարձկաններ։ 20,000 այորտիներ մաքարում էին թշնամու 75,000-անոց հրոսակների դեմ։ Տանկերի, հրետանու թվով ևս Ադրբեջանը քառապատի կառավարություն ուներ, իսկ օտուժի մասին ընդհանրապես խոսք չկա, Բաքուն օտում լիակատար գերակայություն ուներ։ Սակայն պատերազմի արդյունքում թշնամու կորուստները շուրջ 5 անգամ ավելին էին, որոշ տվյալներով մինչև 30,000 զոհ։ Նման պայմաններում Ադրբեջանը ուղղակի ստիպված էր Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար աղերսել։ Այս դառը փորձը հաշվի առնելով միթե Ալիևը կհամարձակվեր նոր պատերազմ սանձազերծել, երբ ռազմի դաշտում այլևս չկա իրենց բացարձակ գերազանցությունը, երբ հայկական երկու բանակները կարող են ոչնչացնել ողջ Ադրբեջանը։ Ի վերջո մենք ունակ ենք ոչ միայն կտրելու Ադրբեջանի տնտեսական զարկերակները դեպի արևմուտք գնացող գազամուղերն ու նավթամուղները, այլև Բաքվին առնվազն 20 տարով տնտեսական կոլապսի ենթարկելու։ Ադրբեջանը նաև այլ թշնամիներ ունի, բացառված չէ, որ նրանք ևս փորձ են օգտվել ընձեռված հնարավորություններից։ Ուղղակի պատկերացրեք, թե ինչ կլինի Ադրբեջանի հիվանդ տնտեսության հետ, եթե շատ պատահաբար պայթեն Շահ Դենիզի նավթագազային հանքավայրերի պլատֆորմները։ Մտածում եք դրանից միջազգային բիզնեսը շատ կտուժի։ Ամենևին, Բաքվի հումքը այսօր մեծ հաշվով ոչ մեկին պետք չէ։ Միջազգային շուկայում նավթի ավելցուկը այնքան մեծ է, որ դրանից գլոբալ դերակատարները միայն օգուտներ կքաղեն։ Հետևությունը մեկն է. ներկա անհեռատես քաղաքականությամբ Ադրբեջանը կարող է գլոբալ նավթային մաֆիայի ձեռքին գամբիտ դառնալ։ Բաքուն այս ամենը շատ լավ է հասկանում ու բնավ արկածախնդրության չի գնա։ Ակնհայտ է, որ ներկա լարվածության նպատակները լրիվ այլ էին։ Ալիևը լուծում էր իր կլանի լեգիտիմության հարցը։ Ի վերջո, միթե պետությունը պատերազմ կսանձազերծի, երբ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, չէ որ պատերազմը հսկայական միջոցներ է պահանջում։ Մինչդեռ Ադրբեջանը լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Նորից ներկայացնենք չոր փաստերը։ Տեսեք, 2015 թվականի սկզբին $1 արժեր 0.78 մանատ, իսկ այսօր 1.53, այսինքն մեկ տարում ադրբեջանական արժույթը կրկնակի արժեզրկվել է, ինչը ենթադրում է, որ սովորական ադրբեջանցին սկսել է կրկնակի ավելի վատ ապրել։ Նման իրավիճակը ժողովրդավարական երկրներում կհանգեցներ առնվազն իշխանափոխության, բայց ոչ Ադրբեջանում։ Մեկ այլ տվյալ, 2015 թվականի սկզբին Ադրբեջանի ոսկու եւ արտարժութային պահուստները կազմում էին $14 միլիարդ, այսօր կրճատվել է մինչև 5 միլիարդ։ Ավելին, ադրբեջանական զինուժի համար ռազմական ծախսերը 2016 թվականին կրճատվել է $400 միլիոն, մինչև 1 միլիարդ 200 միլիոն։ Միթե այս տվյալներից հետո կարելի է ենթադրել, որ այդ պետությունը պատրաստում էր լայնածավալ պատերազմ սկսել։ Ամենևին։ Ալիևի սցենարը պարզ էր։ Երկրի ներքին խնդիրներից բնակչությանը շեղելու համար պետք էր կյանքի կոչել լայնածավալ գործողությունների իմիտացիա։ Որոշակի դիրքեր գրավելու դեպքում Ալիևը կհերոսացվեր, իսկ եթե հաջողվեր հայության շրջանում խուճապ առաջացնել, ապա դրանից կփորձեին օգտվել ավելի մեծ տարածքների տիրելու համար։ Սակայն ռազմական գործողությունների հենց մեկնարկից թշնամին համոզվեց, որ իր ջանքերը դատապարտված են, ուստի արդեն երկրորդ օրը գործի դրեց մյուս պլանը։ Հանդես եկավ կրակի դատարեցման հրապարակային առաջարկով ու սկսեց լայնածավալ տեղեկատվական պատերազմը։ Բնավ պատահական չէր, որ այդ օրը հայկական պաշտոնական կայքերի մեծամասնությունը ժամեր շարունակ չէին գործում։
Այդ ամենը վիրտուալ արտակում Բաքվի հարձակումների արդյունքն էր։ Այս ժողովրդի զգոնությունը պետք է կանխորոշեր հակամարտության հետագա ընթացքը։ Համահայկական համերաշխության մթնոլորտում բոլորս փորձեցինք մեր ներդրումն ունենալ, թե ռազմական, թե տեղեկատվական դաշտում։ Այսօր եւս թշնամին փորձում է ապատեղեկատվությամբ մոլորեցնել հանրությանը։ Ինֆորմացիոն պատերազմը նոր փուլ է մտել, որքանով ենք մենք պատրաստ դրան, որքանով է հանրությունը ընկալում իրադարձությունների ընթացքը, ներկայացնենք քառօրյա առճակատման մասին ժողովրդի դիրքորոշումը։ Որտեղ եք տեսել պատերազմը 4 օր հետո վերջանա։ Եթե պետք է եք կասկածելի եք վերջացել է թե չէ, կարող է ավելի վատ բաներ սպասվել, բայց այն որ ագրեսիայի դա հաստատ է։ Իրանք ուզում են իրանց կարծած հողերը վերցնել, բայց իրականությունը չէ մեր կարծիքով, մենք գիտենք ավելի ճիշտը, չէ։ Գալիևյան վարչակարգը ու նավթի գնանկումները շատ էր ազդել պետության վրա։ Իրինքը գտնելու ինչ որ բան ժողովրդին հանգստացնելու, հանդարտեցնելու, այսպես միտում նա որ պատերազմական վիճակ ստեղծեց ինչ որ գրավյալ տերիտորիաներ, որ շեղեր իր Ադրբեջանի միջի ապրող հանրությանը։ Ինձ թվում է, որ նորից այնտեղ ինչ որ բաներ կատարվում են, բայց այստեղ լռություն է տիրում։ Ճիշտը չեն ասում ես։ Միշտ էլ մենք սպասողական վիճակի մեջ ենք եղել, այս պատերազմական վիճակի պահերով։ Դա Ադրբեջանի անպուտությունն է առաջին հերթին, ինչպես սկսել են, տենց է պիտի պատժվեն։ Այնտեղ է սահմանին կծառայե այսօր շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, մաճան, հեչ բանի մասին չմտածես։ Դες Հայաստանում չէ, էս ամեն ինչը որ սկսվավ, այստեղ որ իմացանք որ սկսվել է, երանք եկանք։ Որ ինչ որ բանով է մենք օգնենք, մենք օգտակար եղնենք մեր ժողովրդին։ Խաղաղություն եղն երկու կողմի համար է, թեկուզ եւ մեծ ճայելները, թեկուզ իրանց նեղկեն։ Երկու կողմն է։ Համային հայության խնդիրն է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում նամակների, պետիցիաների, բողոքների, ցույցերի, լոբիի միջոցով ի ցույց դնել Ադրբեջանի ագրեսոր բնույթը։ Այսօր հայ դիվանագետները մեծ անելիք ունեն։ Խնդիրը պետք է տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ։ Ադրբեջանը պետք է միջազգային դատարանի առջև կանգնի խաղաղ բնակիչների հանդեպ ցուցաբերած հանցագործությունների, վայրի ագրիակապտությունների, միջազգային հումանիտար իրավունքի խախտման համար։ Միայն նման գործողություններով հնարավոր կլինի վերջ տալ ադրբեջանական ագրեսիային։ Մյուս կողմից պետք է նաև իրատես լինել։ Հասկանալի է, որ ճիշտ չէ ամբողջությամբ ապավինել միջազգային արդարադատությանը։ Քառօրյա առճակատումը մեզ նաև հստակ դաս տվեց, որ իրենց գլոբալ ժանդարմ համարող տերությունները այնքան ազնվություն չունեն դեպքերը իրենց անունով կոչելու համար, որ մեր դաշնակիցները մեր թշնամու ռազմավարական գործընկերներն են։ Ու ամենակարևոր դասը, որ մենք կարող ենք ապավինել միայն մեր ուժերին։ Իրադարձությունների ու գնահատականների մնացյալ մանրամասնությունները ներկայացնել ավելորդ է։ Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են։ Այնուհանդերձ, ինչպես կարելի է այս հակամարտությանը կարգավորում գտնել։ Այս պահի դրությամբ պարզ է, որ Արցախյան հիմնախնդրին լուծում չի ուրվագծվում։ Սակայն սկզբունքային դեր ունի Ռուսաստանը, ում թեթև ձեռքով էլ նախորդ դարասկզբին ձևավորվեց այս հակամարտությունը։ Ու այսօր էլ Կրեմլի կոորդինացմամբ մարտերը կասեցվեցին։ Ռուսաստանյան պրոիշխանական փորձագետները անբռնազբոս գաղափար են տարածում, թե հակամարտությունը կարող է լուծել միայն Մոսկվան, միավորելով երկրները մեկ քաղաքական տանիքի ներքո։ Այստեղ խոսքը վերաբերում է վերափոխված Եվրասիական միությանը, որը կրեմլյան պլանով պետք է լինի հզոր քաղաքական կառույց, ներառելով եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Այս դեպքում եւս մենք ապահովագրված չենք կորուստներից, ուստի մնում է ապավինել միակ հուսալի ճանապարհին։ Արցախյան հակամարտության լուծման բանալին Հայաստանի հզորացումն է։ Ռազմական պատրաստվածությամբ ու սպառազինությամբ մենք այնքան մարտունակ պետք է լինենք, որ ոչ միայն Ադրբեջան, այլև Թուրքիան կամ ցանկացած պոտենցիալ թշնամի երբևէ չհամարձակվի մի գնդակ անգամ արձակել Հայաստանի սահմանին։ Հայկական հզոր բանակի հենասյունը կարող է լինել միայն հզոր պետությունը, ուժեղ տնտեսությամբ, գիտակ մասնագետներով, բանիմաց հասարակությամբ ու ազգակենտրոն ոգով։ Դրա համար անհրաժեշտ է համահայկական համերաշխությամբ լծվել գործին, ձևավորել մեխանիզմներ Սփյուռքի եւ հայության փոխադարձ աջակցության եւ համագործակցության համար, ստեղծել արդիական ձեռնարկություններ, հրաժարվելով թուրք-ադրբեջանական արտադրության ցանկացած ապրանքից, վերացնել կոռուպցիան, կաշառակերությունը բոլոր ոլորտներում,
արմատախիլ անել գործազրկությունը, աղքատությունը, նախադրյալներ ձևավորել արտագաղթի դատարեցման համար, ձևավորել իրական ժողովրդավարական պետություն եւ պայքարել հանուն արդարության։ Այս ժողովուրդը երազում է նման արժանապատիվ հայրենիք ունենալու մասին։ Մենք ուղղակի պարտավոր ենք այն կյանքի կոչել, բոլորս միասին։ Չարենցյան պատգամը չի կորցնում իր արդիականությունը նաեւ այսօր, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է։ Բարին ձեզ։